Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես տեսանք, հոգևորականություն, իշխանություն այս արճակատումը նոր փուլ է մտնում, 3 Բարսաշճան մի խումբ հոգևորականներ հանդես եկան հայտարարությամբ ըստ էության միանալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը մաքրել եկեղեցին այսպես կոչված սրբապիղծներից, սպասելի էր նման զարգացումը, նրանք նաև հանդիպեցին Փաշինյանին եւ արդյոք Փաշինյանի հետ հանդիպման գնացած հոգևորականները տեսան բարենորոգման այդ անհրաժեշտությունը եւ ոչ թե սպառնալիքներից, վախերից գնացին, քանի որ նրանց նկատմամբ եւս կարող են լինել կոմպրոմատներ, ամեն դեպքում բարեվարկության առումով ասել, որ նրանք եւս խոցելի են։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում Կտրիչ Ներսիսյանի հեռանալու պահանջը ձևավորելուց եւ հանրայինորեն հնչեցնելուց հետո ես ինքս էլ այն հատուկենտ ներգործիչներից եմ եղել հանրային, ով պնդել է, որ եկեղեցում կան առողջ հոգևորականներ, էտալոնային հոգևորականներ եւ այդ հոգևորականները ուղակի Կտրիչ Ներսիսյանի եւ նրա դինաստիայի կողմից, այսպես ասած, մեկուսացված ու իզոլացված են, բայց նրանք կան, նրանք եղել են եւ հիմա էլ նրանք ի հայտ են գալիս։ Եվ այդ շրջանում, սկզբնական շրջանում մի քանի եպիսկոպոսներ ընդհանուր նաև ինձ հետ են կապ հաստատել, իրենց մտահոգությունը հնչեցրել այս մասով։ Ես ինքս ակնկալում եմ այդ եպիսկոպոսների շարքին, որ եւս մի քանիսը մոտորերին կմիանան, որովհետեւ առանձին զրույցների ընթացքում կարծես թե նրանք ըստ իրենց պնդումների ամեն օր աղոթում են Նիկոլ Փաշինյանի սկսած բարենորոգման աշխատանքի հաջողությամբ պսակվելու համար։ Իսկ այս հոգևորականության, այս շրջանակի մասով, գիտեք, ես էլի այստեղ պետքա շատ անկեղծ լինեմ։ Նաև վարչապետը երեք իր բրիֆինգի ընթացքում հաստատեց, որ հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ կարող է միանալ այս նորոգման, հոգևոր նորոգման արշավին եւ աջակցել։ Հիմա որոշ հոգևորականներ, վարչապետի կողքին հայտնված որոշ հոգևորականների ես դիտարկում եմ իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, շարքային հետևորդներ առաջին հերթին։ Ինչու, որովհետև նրանցից մի քանիսը առնվազն այո բարեվարկության հետ կապված խնդիրներ ունեն։ Ու Կտրիչ Ներսիսյանին, որ ասում ենք պիտի հեռանա, որովհետև խախտել է կուսակրոնության ուխտը, հովանավորել է սրբապղծությունը եւ պղծությունը առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պիտի հեռանա այս պատճառներով։ Վստահաբար Կտրիչ Ներսիսյանի հետ պետք է հեռանան այն հոգևորականներ, ովքեր ունեն խնդիր կուսակրոնության ուխտի հետ, ովքեր ունեն խնդիր բարեվարկության կանոնների հետ, ովքեր կասկածելի պայմաններում հարստացել են, ովքեր ունեն զավակ կամ զավակներ։ Սա ինձ համար սկզբունք է։ Եվ կարծում եմ վարչապետ Փաշինյանը եւս այս ճանապարհով կգնա եւ առհասարակ հայ առաքելական եկեղեցին ներսից ինքնամաքրման ճանապարհ է բռնել, ինքնամաքրման ուղի է բռնել եւ ամեն ինչ կպսակվի այդպես։ Կտրիչ Ներսիսյանը անպայմանորեն գազատիվ է հարանը, կամավոր կամ հարկադրաբար դրանքը ինչպես է պատկերացնում, որ այսպես։ Գիտեք, հիմա դուք ինձանից մի սպասեք, որ պետք է ես ասեմ, որ այո նրա վզից բռնած պետք է բռնել ու դուրս շպրտել վեհարանից։ Ես այդպիսի հայտարարություն չեմ անի։ Կտրիչ Ներսիսյան ունի դեռևս հաշված ժամեր որոշում կայացնելու եւ կամավոր հեռանալու, գնալու իր թորների, իր երեխայի կամ երեխաների հետ ծերությունը վայելելու կամ կուսակցություն բացելու, Կիրենկոից փողեր ստանալու գործը սկսի ու մտնի քաղաքականության մեջ։ Այլ ճանապարհ չկա։ Կտրիչ Ներսիսյանը գնալու է։ Կտրիչ Ներսիսյան կոչվող մետաստազը, պղծության սիմվոլիկան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից անպայմանորեն գնալու է։ Գնալու է իր հետ տանելով իր հետ այդ օրակարգը կիսող բազում հոգևորականների եւ այդ հոգևորականների մեծ մասը ի տարբերություն Կտրիչ Ներսիսյանի չի ընդդիմանալու այս օրակարգին, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ եկեղեցին պետքա ինքնամաքրվի։
Ամեն դեպքում ձեր խոսքում եկեք հստակություն մտցնենք եւ իմ հարցին ավելի հստակ պատասխանենք։ Այս մարդիկ խոցելի էին դրա համար գնացին Փաշինյանի հետ հանդիպման եւ ըստ էության միացան այդ հայտարարությանը, թե ամեն դեպքում իսկապես տեսան բարեվարկության, բարենորոգման անհրաժեշտությունը եկեղեցու ներսում։ Ես կարծում եմ իրենք խոցելի են դարձել եւ խոցելի են առաջին հերթին Կտրիչ Ներսիսյանական դինաստիայի կողմից։ Խոցելի են եղել տարիներ շարունակ։ Կոմպրոմատների լեզվով խոսող Կտրիչ Ներսիսյանը կամ նրա աջ ձեռքը հանդիսացող Արշակ Սրբազան կոչվածը տարիներ շարունակ հոգևորականների հետ խոսել են կոմպրոմատների լեզվով։ Եթե տրամաբանության հիմքում դնում ենք սա, ապա պետք է հոգևորականները Փաշինյանի կողքին չհայտնվեին, եթե կոմպրոմատների մասին է խոսքը, որովհետև կոմպրոմատային պատերազմ Կտրիչ Ներսիսյանն է տարել եկեղեցու ներսում իր ենթակաների հետ։ Ես կարծում եմ, որ այս հոգևորականները հասկացան, որ այո, պետքա ինքնամաքրման ճանապարհը բռնել եւ առաջինը պետքա սկսել իրենցից, կարծում եմ։ Եվ այս ուղերձը իրենք կհղեն հանրությանը։ Մոտ օրերս իրենք կհղեն, երբ որ իրենց եւ մյուս հոգևորականների ջանքերի արդյունքում Կտրիչ Ներսիսյանը հեռացվի վեհարանից։ Իսկ մենք որպես հավատավորներ, մենք պետք է բավարարվենք նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա եւ այս մարդիկ շարունակեն ծառայել, այսինքն այս մարդիկ թե պետք է իրենց վարքի համար ամեն դեպքում պատասխան տան եւ գուցե հեռանան նաեւ հոգեվոր ծառայություն մատուցելու այդ իրենց կարգավիճակից։ Բոլոր այն հոգևորականները, որոնք որ այս ընթացքում քիթները խոթել են քաղաքականության մեջ, պետք է դրա համար առաջին հերթին ներողություն խնդրեն եւ նրանք պետքա շատ կոնկրետ խոշորացուցի տակ հայտնվեն։ Բոլոր այն հոգևորականները, որոնք կիսում են Կտրիչ Ներսիսյանի անցած ճանապարհը եւ Կտրիչ Ներսիսյանի հետ միասին իրենց կյանքի ընթացքում կուսակրոնության ուխտը խախտել են այնպես, ինչպես Կտրիչ Ներսիսյանը, նրանք եւս պետք է հեռանան։ Գիտեք, իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ, իմ խնդիրը չի Կտրիչ Ներսիսյանի դեմ կռիվ տալը։ Կտրիչ Ներսիսյանը պղծության հումանիշն է ինձ համար։ Կտրիչ Ներսիսյանը լուսավորչի գահը զավթող անձնավորություն է ինձ համար։ Եվ բնավ իմ կռիվը Կտրիչ Ներսիսյանին մեկ այլ Կտրիչ Ներսիսյանով փոխարինելը չի։ Եվ այո, կարծում եմ, որ մի շարք հոգևորականներ ի վերջո պետքա իրենք որոշում կայացնեն եւ բարենորոգման ճանապարհին ունենային գտնեն իրենց մեջ այդ հանդգնությունը, այդ համարձակությունը եւ կամավոր ազատեն մայրաթորը։ Ես այսօր ընթերցեցի Կոտայքի թեմի առաջնորդի խոսքը կամ զրույցը լրատվամիջոցներից մեկի հետ, նա ասել է, որ մենք դիմել ենք կաթողիկոսին, ասել ենք անգամ կարգալույց մի արեք Արշակ Խաչատրյանին, այլ կարող եք առժամանակ նրա ծառայություն մատուցելը սառեցնել եւ թող գնա ապաշխարի, հետո վերադառնա եկեղեցի։ Ես ուզում եմ ուղղակի հասկանալ, ապաշխարելու դեպքում մենք պետք է մոռանանք այդ մարդկանց բարեվարկության հետ կապված խնդիրները։ Ապաշխարելը բավարար է, որպեսզի մեր մյուս հոգևորականները շարունակեն որոշ ժամանակ հետո իրենց ծառայությունը եկեղեցում։ Ես կարծում եմ, պետք է կտրուկ պահանջենք, որ նրանք այլևս չհամարվեն հոգևորականներ, այդ կարգավիճակից դուրս գան։ Սամվել Խաչատրյանը ճիշտ կանի Կտրիչ Ներսիսյանի հետ միասին օր ու ժամ առաջ Ազատի վեհարան։ Ես ես կարծիքին։ Նա պետքա հեռանա, ապաշխարելը այստեղ չի կարող փրկություն լինել, ինչ ապաշխարել։ Ապաշխարի ում առաջ, լավ Աստծո առաջ ապաշխարեց։ Սեփական քեռու պատասխան ինչպես է տալու։ Կներեք, չեմ ուզում մտնել այդ դաշտ։ Անկեղծորեն չեմ ուզում եւ ես կարծում եմ, որ Սամվել Խաչատրյանը առնվազն պատկառանք կունենա այս ամեն ինչից հետո, երեսին հորթի կաշի, չի քաշի ու որոշում կկայացնի ու կհեռանա։ Ազատելով մեզ բոլորիս այս զզվելի տհաճ խոսակցություններից, որովհետև որևէ մեկիս հաճույք չի պատճառում Սամվել Խաչատրյանի ինտիմ տեսանյութերը քննարկելը կամ դրա հետևանքները քննարկելը։ Հետևանքը մեկն է։ Կուսակրոնության ուխտը խախտելը,
պղծությամբ զբաղվել, բարի բուն իմաստով ու պետքա հեռանա ու ինչքան հեռու այնքան լավ։ Շատ լավ։ Հանրության աչքին ինչքան չերևա այնքան լավ իր համար։ Պարոն Մկրտչյան, Փաշինյանի հետ հանդիպմաններ գնացել նաև Արցախի թեմի առաջնորդը, սա ընդդիմադիր շրջանակների համար կարծես թե անակնկալ էր եւ մեծ չափաբաժնով քննադատություն է հնչում նրա հասցեին, ասում են սա նշանակում է եւս միանալ Արցախի ուրացման այդ քաղաքականության իշխանությունների կողմից վարվող, որովհետեւ նա խոնհարվեց Արցախը հանձնողի առջև։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Հիմա էլ ընդդիմադիր շրջանակները այսպես առանձին հոգեվորականների դեմ են արշավ սկսել։ Ընդդիմադիր շրջանակները այդպես էլ ես չեմ հասկանում, թե նրանց նպատակը որն է, ինչ են ուզում։ Քանի կար մի ժամանակահատված կար, որ ասում են եկեղեցու խնդիրները պետքա լուծվի եկեղեցու ներսում։ Դա եկեղեցու խնդիրն է։ Հիմա տասնյակ եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ եւ մի շարք հոգեվորականներ, քահանաներ եկեղեցին ներսից ինքնամաքրման process են սկսել։ Կներեք, հիմա ինչու նախնդիրը։ Արցախը ուրացավ, Արցախի թեմի Լսեք, Արցախն ուրացավ դաշնակ կամ դաշնակցության հովանավորությունը վայելող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը առաջին հերթին։ Քաղաքացին էլ չէ, ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն Պարքև Սրբազանին բան չկա ասելու։ Չեն տեսնում, չեն նկատում, որ Արցախի ամենածանր օրերին Պարքև Սրբազանը Միացյալ Նահանգներում էստրադայի որոշ ճակերտներում էստրադան, որոշ ներկայացուցիչների գրկում տակ հարևի տակ վայելում էր իր կյանքը։ Այդ չէին տեսնում, այդտեղ նկատելու բան չկա, հետաքրքիր չի, այդտեղ քննադատելու տեղ չկա, կամ ինչ ասել է Արցախի թեմ։ Ես կարծում եմ չկա այդպիսի թեմ։ Ինչպես որ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ցավոք սրտի։ Իսկ տվյալ հոգևորականը ազատ է իր որոշումների մեջ։ Ձեր համար անակնկալ չէր։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Արցախ չի ուրացել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Արցախի համար կռիվ է տվել։ Անկախ հետևանքներից, ինչպիսի հետևանքներ ունեցան, ինչպիսի վերջնարդյունք գրանցվեց։ Արցախի համար կռիվ է տվել։ Հավատացել է քոչարյանասերժական լոլոներին ու հեքիաթներին, որ Քելբաջար չի քարվաճառը ու 3800-ից ավել տղաների կյանք է դրվել զոհասեղանին հանուն Արցախի։ Լավ բարոյականությունն ու անբարոյականությունը իրականում պետքա սահմաններ ճանաչեն։ Իրականում պետքա սահմաններ ճանաչեն։ Մարդիկ կան, որ ասում են Արցախն ուրացել է։ Արցախի համար կռիվ է տվել։ Ասել, որ հանդրությունը այդ սահմանը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր ամենաթանկն է նվիրել։ Հիմա ով է Արցախ ուրացող։ Արցախը որևէ մեկը չի ուրացել։ Հետևանքներ են եղել եւ այդ հետևանքներից գլոբալ առումով, հավաքական առումով հայ ժողովուրդը կատարել է հետևություններ։ Եվ այդ սահմանը հանդրությունը շատ հստակ տեսնում է տարբերություն ընդդիմադիր շրջանակների, կարող ենք այդպես ասել։ Ընդդիմադիր շրջանակներ մի ասեք Կիրիենկոյի վկաներ, ասեք Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպաններ, առանձին դեպքերում ասեք Ալիևի վկաներ, ասեք Հիկմետ Հաջիևի խոսնակներ, ասեք Էրդողանի ներկայացուցիչներ, ասեք 5-րդ շարասյուն, ասեք Հայաստանի Հանրապետության պետականության դեմ կռիվ տվողներ, ասեք Հայաստանի Հանրապետության անկախությունը ժամանակին սակարկողներ, ասեք Հայաստանի Հանրապետությունը թալանածներ, ասեք ի վերջո տեր-պետրոսյանական ոճով թաթար-մոնղոլական արշավախմբեր, ինչ կուզեք ասեք, ինչ կապ ունեն այս մարդիկ ժողովրդի հետ։ Ժողովրդի մի փոքրիկ, շատ փոքրիկ, սարսափելի փոքրիկ հատվածն են, գերագրեսիվ, որ փորձում են հանրային տրամադրությունների վրա ազդել, օգտվելով նախորդ ընտրություններում ստացած դիրքից, ազգային ժողովի ամբիոնից,
կեղտոտ փողերով պահվող լրատվամիջոցների ընձեռած հնարավորություններից եւ այդպես շարունակ կերակրատաշտից զրկվածներին իրենց շուրջը համախմբելով էս է իրաց նպատակը ու էս է այդ շրջանակ ինչ հայ ժողովրդի հետ իրենք կապ չունեն իսկ իրենց հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց Արցախի թեմայով վաղուց մի քանի առիթ ունեցել է Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու եթե դրա հետ համաձայն չէր ասեմ ավելին Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու քաղաքացին շատ լավ հասկանում է որ այն քաղաքական ուժը որը որ Արցախը եւ Արցախի ապագայի տեսլականը լոզունգ է դարձնում ու ընտրություններում նաեւ քվե ստանալու համար միջոց է դարձնում շատ լավ գիտակցում են որ այդ լոզունգներով եւ այդ ռետորաբանությամբ քաղաքականության մեջ գործող քաղաքական ուժերը պատերազմի մունետիկներ են դա էլ է հասկանում ժողովուրդը ու դրա համար հիմա ես եւս մեկ անգամ ձեր տաղավարից հորդորում եմ իրենք այս ճանապարհով գնան եթե խոսում են Արցախից իսկ իրենք խոսում են Եթե խոսում են ուրանալուց, իսկ իրենք խոսում են, թող բարի լինեն 2026 թվականի իրենց նախընտրական ծրագրերում զետեղեն Արցախի ազատագրման մինի օպերացիան կամ նպատակ սահմանեն առնվազն Արցախն ազատագրելու։ Ու կտեսնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշտ է այդ օրակարգի հետ, կիսում է այդ օրակարգը, բանի տեղ դնում է իրենց առհասարակ, թե ոչ։ Ձեր բնորոշումները չկրկնելով, պարոն Մկրտչյան, ամեն դեպքում խորհրդարանում գտնվող այդ երկու խմբակցությունները նախաձեռնել էին խորհրդարանական լսումներ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի եւ դրա արդյունքում քաղբանտարկյալների աննախադեպ թվի հարցով։ Հասկանալի է, որ նրանց ելույթների առանցքային մեսիջները ուղղված էին նաեւ միջազգային հանրությանը, ինչ է կարծում միջազգային հանրությունը կարծականքի, այսինքն իրենք միջազգային հանրության մասով իրենց նպատակներին կհասնեն։ Թե միջազգային հանրության դեպքում էլ իրենք կմնան որպես միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունում ունի աչքեր եւ ականջներ։ Եթե իրենց թվում է, որ այդ աչքերն ու ականջները եւ այդ թարգմանիչները չեն տիրապետում իրավիճակին, իրենք չարաչար սխալվում են։ Ովքեր են քաղբանտարկյալներ։ Չինական Վարդան Ղուկասյանի Երևանյան մոդելները, որ փորձում են նմանակել հայտնի բլոգերին ու հայոյախոսությամբ մարդկանց թիրախավորել իրենց հանրային քաղաքական գործունեության համար։ Ովքեր են քաղբանտարկյալները, մարդիկ, ովքեր որ հոգևորականի սքեմը խաչը պարանոցին գցած օգտագործում էին, իրենց դիրքը օգտագործում էին եւ պլանավորում էին ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության եւ իրավապահ համակարգի կողմից տարածած հաղորդագրությունների պլանավորում էին մի երկու հոգու պատերի տակ գյուլել, հետո քեշով ընտանիքի անդամներին տալ գումարը փողը առնել այդ դիակները գալ իշխանության ավտոբուսներում մարդկանց ողջ այրել ովքեր են այս լուրջ այս շրջանակը քաղբանտարկյալ է գործարարը քաղբանտարկյալ չէ մասնավորապես Սամվել Կարապետյանը երբ որ նա ընդամենը մեկ հայտարարություն է արել ես չեմ կարծում որ ընդամենը մեկ հայտարարության համար է այս պահին կալանավորված քրեական գործը գնալով ընդլայնվում է եւ գնալով նոր կետեր է իմ ունեցած տեղեկությունների համաձայն ավելանում ըստ օթում կախված եւ մամուլի դե ավելանում է որովհետեւ իշխանությունների կողմից կա հրահանգ ասում են ինչ հրահանգ ճշումների ենթարկել առնվազն այն մարդկանց ովքեր ունեն լծակներ հանրային կարծիքի իրավունք ունեն հոդվածներ առաջ քաշելու հետապնդելու եւ հաստատելու կամ հերքելու դա թե ոչ ունեն կարծում եմ եւ իրավապահները օգտվում են իրենց այդ իրավունքից նравится ծիրպի մայա կրասավիցը ինչպես կասեր հայտնի դասականը Վլադիմիր Պուտինը սա է կներեք իսկ Ռուսաստանի Դաշնությունում միլիարդներ կուտակած անձնավորությունը երբ որ գալիս է Հայաստանի Հանրապետություն ու քաղաքական հայտ է ներկայացնում չի մտածում որ սա պետություն է ու ի վերջո Նիկոլ Փաշինյանական ոճով ասած այդ պետության համը իրանց բերանում ամենալու սա պետություն է չի կարելի այս պետության անվտանգության, անկախության, ինքնիշխանության, հանրային համերաշխության գլխին դամոկլյան սրեր ճոճել։ Չի կարելի։ Գնացեք ձեր միլիարդները այլ միջոցներով պահեք։
Ժամանակին մտածեիք հանեիք Ռուսաստանի Դաշնությունից։ Հայաստանի Հանրապետության խեղճ ու կրակ քաղաքացին 3 միլիոն ազգաբնակչությունը, որ այստեղ ապրում է, կրակը չի ընկել ոչ մի ազգությամբ հայ միլիարդատերի միլիարդների ձեռը։ Անկեղծորեն կրակը չի ընկել այս ժողովուրդը, որ իրենք այնտեղ միլիարդներ են կուտակել, իրենք խոցելի են եւ իրենք իրենց կամքին հակառակ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ների մեջ են ներգրավում։ Կամքին հակառակ նկատի ունեք Իսկ դուք ուղարկել էին նրանց։ Իսկ կներեք, մի հատ դատական հայց արդեն Սամվել Կարապետյանի ուղղությամբ ճանապարհել է, Հայաստանի բյուջեի չափ փող ունեցող անձնավորությունը միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուց 9 միլիոն դրամ է պահանջում։ Հիմա դուք ուզում եք եւս մի դատական հայց ավելան։ Չէ, բնավ։ Ես պնդել եմ եւ այդ պնդումը կշարունակեմ կատարել, որի համար ինքը դատական հայց է ներկայացրել։ Այո, Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում հայկական Իվանեշվիլու դերն է փորձել կատարել, որը կանխվել է։ Շատ լավ։ Եվ ապրեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, կեցե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ կանխել է սա։ Եվ այո, Ռուսաստանի Դաշնությունից, Հյուսիսից եւ առհասարակ արտաքին ուժերի կուրացիայի տակ ենթարկվող, կուրացիայի տակ գտնվող ուժերը, որ մտքի ծայրով անցկացնում են, որ պետք է Հայաստանում քաղաքական process-ների վրա ազդեցություն ունենալ, այլ դրսի տերերի հորդորներով, իրենց այս ճակատագիրը պիտի սպասվի։ Մոլդովայի օրինակով, Ֆրանսիայի օրինակով։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է այդ օրինակները կիրառի եւ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր որոշ քաղաքական ուժերի գործունեությունը կասեցվի նաեւ այս համատեքստում։ Էլ չեմ ասում, որ ազգությամբ հայեր Ռուսաստանի Դաշնությունում հարստացած, որ այստեղ փորձեր են անում քաղաքականության մեջ նշանակալի դեր ունենալ, դա պետք է հենց բնում օրորոցում խեղդել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Վերադառնալով այդ հոգևորականություն, իշխանություն արճակատմանը, տևական ժամանակ է դա մեր քննարկումների հիմնական առանցքում է եւ այս տաղավարում կարծիք է հնչել, որ իրականում սա շատ հեռուն գնացող նպատակ ունի այս արճակատումը։ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է նոր սահմանադրության մեջ, որը պետք է ընդունվի, եկեղեցու դերի փոփոխություն իրականացնել, էլի տեղավորում են ադրբեջանական պահանջների համատեքստում եւ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին, այսինքն մինչև ընտրությունները։ Հիմա այս թեմայով ինչ կարող եք ասել, արդյոք այդպիսի փոփոխությունը ճիշտ կլինի, եթե իսկապես եկեղեցու դերի փոփոխության հարց դրվի սահմանադրությունում։ Ինչպիսի փոփոխություն։ Այ տեսեք, մարդիկ անում են հայտարարություններ, բայց չեն նշում, թե օրինակ այդ հայտարարությունների հիմքում ինչ կա։ Կասկածամտություն, տեսակետ, դիրքորոշում, շատ լավ։ Ենթադրություն։ Կյանքի իրավունք յուրաքանչյուր տեսակետ ունի կյանքի իրավունք միջև են պահը, քանի դեռ այդ տեսակետը հստակ գործողություններով չի հերքվել։ Իսկ կներեք, այդ մարդիկ իրենց հարց տվել են, եկեղեցուն տրված այդ դերը սահմանադրությամբ պահվել է միջև այսօր, թե չի պահվել։ Շատ կարևոր հարց է։ Կներեք, եկեղեցին սահմանադրության մեջ իր դիրքն ու տեղը չգիտեր, չուներ, ուներ։ Հստակ է, չէ, որ եկեղեցին ու պետությունը տարանջատ են։ Կներեք, իսկ երբ որ Կտրիչ Ներսիսյանն ու իր թայֆեն բառի բուն իմաստով քաղաքական պրոցեսների մեջ էր ներգրավում, քաղաքական պրոցեսների մեջ էր մտնում, կարմիր գծեր էր հատում, սահմանադրություն էր ոտնակոխանում։ Ուր էին այդ մարդիկ։ Ինչի չէին խոսում սահմանադրության դերի մասին, սահմանադրության նշանակության մասին։ Թե բա հիմա սահմանադրական փոփոխությունները տեղի է ունենում, Փաշազադեն Բաքվից եսի ինչ է խոսում, Ալիևը սահմանադրության փոփոխության հարցն է, ինչ անենք, գլուխներս բռնենք նստենք։ Առաջարկը ո՞րն է, լավ ժողովուրդ, առաջարկը ո՞րն է։ Փաշազադեն խոսում է, Ալիևը խոսում է։ Փաշազադեն խոսելու է, Ալիևը խոսելու է։ Առաջարկը կյանքը Հայաստանի Հանրապետությունում կանգնեցնել ուղղակի։ Մենք սահմանադրության փոփոխությունների հարցը երբ է մեր հասարակության մեջ հանրային քննարկման առարկա դարձել։ Դեռևս 2018 թվականից։ Դեռևս 2018 թվականից։ Հիշեցնեմ Կարմիր շրջան, որ սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու ճանապարհը ընդհուպ նաև սահմանադրական փոփոխությունների տարբերակով էին դիտարկում, նաև այդ համատեքստում էին քննարկում։ Այսինքն այդ քննարկումները մեր մեջ միշտ եղել է։ Հիմա ո՞րն է խնդիրը։ Արկա ժամանակավոր, ավելի ես ասեմ, չշփվել Ադրբեջանի հետ։ Ինչու չշփվել։ Չշփվել դրանց քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, որովհետև նախ մեր գերիները դեռ այնտեղ են, ավելի նրանց 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։ Երկրորդը Ալիևը չի հրաժարվում իր պահանջներից, իր նկրտումներից, գիտնականներին հանձնարարություններ է իջեցնում, որ Հայաստանի տարածքը ցարական քարտեզներին հղում անելով, այսպես ասած, պատկանում է Ադրբեջանին։ Երբ որ ավարտեք, ասեք ինչ անել։ Չխոսել, ինչ անել, լավ, չխոսել, ինչ անել։ Պատերազմել։ Չէ, եթե չես խոսում, պատերազմը կարա 5 րոպե հետո չոքի քո դռանը։ Ինչ անել։ Արագ տեմպերով զինվել եւ պատրաստվել պատասխան տալու, արժանապատիվ պատասխան տալու, պարոն Մկրտչյան։ Լուրջ եք դուք հիմա ասում։ Այդ մարդիկ լուրջ են ասում։ Դրա համար եմ ասում, բան չմնաց ընտրություններին, կարող են իրենց օրակարգում դա դնել ու գնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հերթական պատերազմի գույժը հասցնել ու ասել, որ իրենց ընտրելու պարագայում իրենք արժանապատիվ կպատերազմեն, արագ կզինվեն, ինչպես որ զինվում էին 80-ականների զենքերով ու մետաղե ջարդոններ էին բերում Հայաստանի Հանրապետություն։
գերիներին կգնանք ազատեն, այդ գերիներից որ խոսում են, Կտրիչ Ներսիսյանով տալի անցնում են, մեկը հարց չի տալիս Կտրիչ Ներսիսյանը, իբրև ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս, իր դիրքերից, գեթ մեկ օր, փորձ կատարել, գերիներին վերադարձնի, լավ գերիները այնտեղ են, ու ինչ, ամենօրյա աշխատանք պիտի տարվի, որպեսզի գերիներին վերադարձվի, կյանքը էլի եմ կրկնում, կանգ առնում, չպիտի շփվել, պիտի հարևանների հետ հարաբերություն չունենալ, հավերժական թշնամանք էստեղ սերմանել, պատերազմներ բորբոքել, ով է շահելու, լավ ինչ ենք տվես ժողովրդին, որ չենք կարող ձեռից առնենք, ինչ ենք տվել, 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս, այն քաղաքական ուժը կամ այն շրջանակը, որ կասի հնարավոր է Հայաստանի Հանրապետություն տեսնել եւ պատկերացնում է այդպիսի Հայաստանի Հանրապետություն, ինքը կամ դասական ստախոս է կամ պատերազմի մունետիկ։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է գիտակցեն։ Ի վերջո պետք է վերադառնալ իրական Հայաստան ու իրական Հայաստանի գաղափարախոսությունը կյանքի կոչել։ Շատ լավ։ Եկեք ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Մկրտչյան, վաղար շաբաթում ձեզ 13 ձայն չհերիքեց, որպեսզի այդ անցողիկ շեմա հաղթահարեք։ Ինչ վերլուծություն ունեք ընտրությունների արդյունքների հետ կապված, սա ինչ եզրակացություն եք արել ձեր համար, հետագայի նաև համատեքստում, համատեքստում։ Նախ շնորհակալ եմ, որ վաղար շաբաթից խոսեցիք, իրականում սա, եթե չեմ սխալվում, հենց առաջին առիթն է վաղար շաբաթի մասով կարծիք արտահայտելու, լռություն էի պահպանում։ Վաղար շաբաթում ես 3 անգամ հայտարարել եմ, որ ընտրություններից առաջ 3 անգամ իմ Facebook-յան էջում կա տեղադրված այդ հայտարարությունները 3 անգամ հայտարարել եմ, որ նպատակ չունեմ ընտրություններին մասնակցելու վաղար շաբաթի։ Ինչու փոխվեց իմ այդ որոշումը։ Որովհետև Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առնվազն 3 անգամ ինձ միջնորդել է, խնդրել է, որպեսզի ես մասնակցեմ այդ ընտրություններին, որպեսզի թույլ չտանք վաղար շաբաթում Գյումրի 2 սցենարի կիրառումը։ Պետք է նշեմ, որ այդ օրակարգը, այդ նպատակը, որ մեր առաջ սահմանել էինք վաղար շաբաթը Գյումրի 2 չդարձնելու, իրականացված է։ Սա կփաստեն վաղար շաբաթցիները։ Ես վաղար շաբաթում փողոց առ փողոց, տուն առ տուն, գյուղերում գյուղ առ գյուղ պատտվել եմ եւ մեր հայրենակիցների աչքերը բացել եմ։ Եվ մեր հայրենակիցներին ներկայացրել եմ, որ վաղար շաբաթում Գյումրի 2-ի սցենար են ուզում կիրառել։ Այո, նախ շնորհակալ եմ իմ ընտրող 1241 քաղաքացիներին, անհատապես բոլորին, խոնարհվում եմ նրանց առաջ, ուզում եմ նշել են հերյուրանքները, որ տարածվում է, որ ես բաց չեմ քաղաքացիների հետ շփման մեջ, դա ապացուցվել է, որ ես բաց եմ, բայց նաև օգտվելով առիթից ուզում եմ խնդրել մեր հայրենակիցների խնդիրների արկայության պարագայում վաղար շաբաթ խոշորացված համայնքում առհասարակ, անկախ նրանից ես ունեմ մանդատ թե չունեմ, ես այդ քաղաքում անելիք վստահաբար ունեմ եւ իրենք կարող են ազատ դիմել ինձ, ես բաց եմ եւ իրենց այդ շփման մեջ որևէ պարագայում կաշկանդված չեմ։ Վաղ շաբաթում ունենք այն, ինչ ունենք։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցավոք սրտի շարունակում են թայֆայական, խնամի ծանոթ բարեկամական կապերով պայմանավորված ընտրություններ լինել։ Ես մաքսիմալ փորձել եմ քաղաքականացնել 1241 քաղաքացին պետք է նշեմ, որ խիստ քաղաքականացված են, 100% կարող եմ նշել, որ 1241 քաղաքացին կիսում են Կտրիչ Ներսիսյանի հեռանալու օրակարգը, որովհետև ես ի տարբերություն այլ տեխնացուների դա դրոշակ էի դարձրել քարոզարշավի ընթացքում եւ իմ սկզբունքներին չեմ դավաճանելու։ Սա է, ես տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների մասնակցելու ոչ ցանկություն եմ ունեցել, ոչ էլ ունեի։ Գյումրի 2-ի սցենարը բացառելու համար վաղար շաբաթում մտել եմ ընտրապայքարի մեջ ու պետք է ասեմ, որ պատվով ես դա կատարել եմ եւ
թույլ չեմ տվել վաղարշապատը Գյումրի 2-ի վերածեմ, որոշ պրո-ռուսական եւ ռուսահպատակ ուժեր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։